Բարև։ Ուզում եմ կիսվել քեզ հետ օգնել, եթե կարող եմ դժվար պահերին, օրվա խառը, քաոսային իրավիճակներում, քաոսային պահերին ինչպես մնալ ներկայի մեջ։ Ես ինքս ինձ բնականաբար դեռ հիշեցնում եմ հաճախ, թե ես ով եմ իրականում, որովհետև դեռ իմ, այսպես ասած, կերպարի իներցիան շարունակվում է, որովհետև դեռ ժամանակ է պետք, որ վերանամ վերջնականապես, բայց այդ ճանապարհին դեռ ջանքերը շարունակվում են, որպեսզի միշտ հետ դառնալ դեպի ներկա և հիշել, թե ով ես իրականում։ Այս քանի օրվա ընթացքում իմ կերպարը նույնպես, ես նույնպես ապրելով ամենօրյա քաոսային տրաֆիկների, խնդիրների, ընտանեկան հարցերի մեջ, պահի տակ մոռանում ես իրականությունը, թե ով ես, և իրականում մոռանում ես ամբողջ խաղի մասին, որովհետև գործում են էմոցիաները և հին սովորությունները իրանց իներցիայով շտապել, անհանգստանալ, բարկանալ, նամանավանդ եթե վարորդ ես, անհնար է չբարկանալ ուրիշ վարորդների վրա։ Ու այդ պահին ես ինձ միշտ հիշեցնում եմ, ով ես, դիմացինդ ով է, և ինչ է կատարվում։ Հենց հիշում եմ իրականությունը, միանգամից մի թեթևություն է գալիս ինձ վրա, արդեն չես զայրանում, չես զայրանում ոչ մեկին, ինչպես կարելի ասել հայերեն, այն երկիրը չես ուղարկում, իտալերենով տենց լավ ասացված կա, մանդարին quel paese։ Ու ծիծաղում ես, ուղղակի հիշում ես իրականությունը ու ծիծաղում ես, որ նորից ընկար այդ էմոցիաների թակարդը և ամեն ինչ վերանում եմ։ Իրականում այս քանի օրը դա հեշտությամբ վերևում է ու շատ հաճելի է այն պահը, որ արդեն ես ինձ բռնացնում եմ այդ էմոցիաների վրա ու շտկում եմ, այսպես ասած, միանգամից վերադառնում եմ ներկա ու հիշում եմ, որ այդ էմոցիաները ընդամենը պրովոկացիայի են ինձ ենթարկում ու դուրս են հանում ներկայից։ Բացի այդ, ինձ համար դարձել է մի շատ լավ վարժություն, հենց լինում եմ շատ ինչ-որ քաոսային իրավիճակում, լինում եմ ինչ-որ, չգիտեմ, պիկ ժամերին տրաֆիկի մեջ, հոգնած զայրացած երևի ինչ-որ պատճառներով, ինքս ինձ հիշեցնում եմ ես ով եմ ու ձուլվում եմ, բառիս բուն իմաստով, ձուլվում եմ ներկայի մեջ ու այդ ամեն ինչը վերանում է։ Իրականում այդ ամեն ինչը, այդ ֆոնը, այդ ներկան, իրականությունը դու միշտ կաս, ուղղակի էմոցիաները ու առօրյա կյանքի այդ կրկնվող, հաճախ ու հիմնականում միշտ նույնն են այդ խնդիրները, որոնք որ քեզ ներկայից հանում են, հունից հանում են, այսպես ասած, նույնն են ու եթե դու այդ րոպեն քեզ ստոպ չես տալիս, չես հիշեցնում, ով ես, ում հետ է այս ամենը կատարվում, ով է բարկանում, ով է ռեակցիա տալիս, ու պատասխանը հենց էգոն է, իր ասովորություններով հանդերձ, ու այդ րոպեին ստոպ, ես ինքս ինձ ստոպ եմ տալիս
հիշի ով ես։ Միանգամից արդեն շատ արագ այդ switch-ը տեղի ունենում նախկինի համեմատ։ Շատ ուրախ եմ դրա համար։ Միանգամից միանում եմ ներկային, այսինքն դառնում եմ իմ ներկան, դառնում եմ իմ իրականությունը ու արդեն այդ ամենին նայում եմ մի ուրիշ տեսանկյունից։ Այդ ժամանակ արդեն այդ էմոցիաները չեն գործում։ Իրականում ամեն ինչ վայրկյանական փոխվում է։ Վայրկյանական։ Շատ հեշտ ու լավ վարժություն է հիմա ինձ համար դա դարել։ Ես կակրաս փորձում եմ ինադու ընկնել այնպիսի իրավիճակների մեջ կամ չգիտեմ ինչ որ տրաֆիկի ժամանակ այն պահերին, որոնք որ ինձ սովորաբար հունից հանել են, որպեսզի տեսնեմ արդյոք ես վարժվել եմ ինձ պահել ներկայի մեջ։ Ու հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ, այսինքն հենց ընկնում եմ ինչ-որ լարված, հոգեբանական, ստրեսային, չգիտեմ, մարդկանց հետ շփվելու ժամանակ, ամեն պարագայում կյանքում յուրաքանչյուր պարագա կարող է քեզ հունից հանել, դա կախված է թե ինչ թույլ կողմերիդ, եթե կպնում է թույլ կողմերիդ, միանգամից էմոցիաները վեր են բարձրանում ու արդեն կառավարել է ինքդ քեզ, շատ դժվարանում է։ Հենց այդտեղ պետք է աշխատես ինքդ քեզ վրա։ Հիմա ես այդ փուլի մեջ եմ, դրա համար են ասում վարպետները, մասնագետները, դասատուները, խոսում եմ մեծ դասատուների, ուսուցիչների մասին, օրինակ բերեմ, որ հասկանաք ինչի մասին է խոսքը, Բուդդա կամ չգիտեմ Մախարաջ կամ չգիտեմ Մուջի, եթե ծանոթ եք այս անուններին, Սադգուրու, իրանցից մեկը հաստատ Ռոբերտ Ադամս, հաստատ ինչ-որ մեկը ասած կլինի, լսած կլինեք, որ ասում են ձեր այդ րոպե թշնամին, այն մարդը, որ ձեզ հունից հանում է, իրականում պետք է շատ շնորհակալ լինեք այդ մարդկանց, որոնք որ ձեզ հունից հանում են, որովհետև իրանք նամանավանդ այդ ընթացքում, երբ որ դուք փնտրում եք կամ չգիտեմ աշխատում եք ձեզ վրա, որպեսզի մնաք իրականության մեջ, այդ ձևի մարդիկ, ովքեր որ կամ իրադարձությունները, որոնք որ ձեզ հունից հանում են, իրանք հենց այդ րոպեին ցույց են տալիս, որ դու այստեղ դեռ աշխատելու բան ունես, այսինքն այս դրվագը, այս մարդը, այս ինչպես ասեմ, յուրաքանչյուր բան, կարճ ասած, այն ինչ որ քեզ հունից հանում է, քո դասատուն է, քո ուսուցիչն է։ Այդ րոպեին նշանակում է, որ դու կորցնում ես քեզ, տրվում ես էմոցիաներին, մոռանում ես ով ես ու գնաց։ Այդպես շարունակվում է, որ դու նորից ընկնում ես քո էգոյի թակարդների մեջ։ Այդ րոպեին կանգ ես առնում, շունչ ես քաշում, դժվար է այդ պահը, բայց եթե վարժվում ես, արդեն շատ ավելի հեշտ է ստացվում։ Փոխի միանգամից էմոցիաներդ շնչի վրա, ուշադրությունը տար շնչի վրա, շնչի մի քանի անգամ խորը ու հարց տուր, սա ում համար է կատարվում, ում հետ է կատարվում ու մնա լռության մեջ։ Եթե կարողանաս սկզբի ժամանակներ մնաս մի 10-15 վայրկյան ներկայի մեջ, այդ ամենախառը գժական պահերին ու հիշես ով ես, ու հիշես թե ում հետ է կատարվում, ինչի համար է կատարվում, եթե իհարկե հասել ես այն մակարդակին, որ գիտես դու ով ես իրականում, ուրեմն արդեն ինչպես կարելի ասել մեծ աշխատանք է արված, որովհետև դա հենց այն ամենամեծ դժվարություններից է, շատ բարդ սկզբի հատված, սկզբի ժամանակներին թվում է անհնարին, սկզբի ժամանակներում, երբ որ նոր ես սկսել ես ամենը, բայց հետո դառնում է շատ հետաքրքիր, զվարճալի, հաճելի, որ դու այդ կարգավիճակների, էմոցիաների, իրադարձությունների զոհը չես։ Ու եթե ուշադիր լինես, կտեսնես, որ դրանք համարյա միշտ կրկնվող իրադարձություններ են։ Ամեն մարդ ունի իր թույլ կողմերը ու դրան համապատասխան կրկնվող իրադարձություններ։
Այն ինչ որ քեզ հունից հանում է, դա քո թույլ կողմն է, դա քեզ կառավարում է։ Հենց այդ թույլ կողմիդ կպան ու դու միանգամից բարկացար, դառար կենթանի, հենց դրա վրա էլ պետք է աշխատես։ Դրա համար պետք է փնտրես նույնիսկ այն կարգավիճակները, որոնք որ քեզ հունից հանում են, մնաս ներկայի մեջ ու տեսնես դրսից, թե ինչպես ես դու պատասխան ռեակցիա տալիս դրան։ Հենց տվեցիր հին ոճով, ուրեմն դու հələ նորից ընկնում ես հետ այդ քո էմոցիաների իներցիայի տակ։ Իսկ եթե այդ րոպեն կարողանաս տեսնել, թե ինչպես է քո հոգին, հոգեբանությունը արթնանում այդ վարքյանին ու տեսնում, որ վայ ես սկսում եմ արդեն ռեակցիա տալ հին ձևով, այս նույն կարգավիճակին չէ, սպասի, միաշունչ շնչի արտաշնչի ու տես, ում հետ է կատարվում, ով է այդ պատասխան ռեակցիան տալիս ու կտեսնես, որ պատասխան ռեակցիան տալիս է միշտ քո էգոն, քո մտքերը, որ գալիս են, բայց խի պետք է ես սենց անենց ու գնաց։ Ու այդտեղից սկսվում են հին պատմությունները։ Ու դրանք նորից եմ ասում, հիմնականում հաճախ կրկնվող նույն բաներն են, ամեն մեկի մոտ ինչ որ մի բան նորից կրկնվում է, մինչև որ դու այդ կարգավիճակին լուծում չես տալիս։ Եթե դու միշտ պատասխան ռեակցիադ նույնը լինի, դա հաճախ կրկնվելու է, այսպես լուպ անընդհատ ամբողջ կյանքիդ ընթացքում ծնված օրվանից մինչև մահ այդ նույն բանի վրա աշխատելու ես, հետո եթե վերածնվես նորից ես այդ հին փուլի վրա ես մնալու, այդ մակարդակի ու տեղից սկսվելու է նորից, այսինքն այսօրվա քո թերությունները, որոնք որ դու ունես, դրանք նախկին կյանքերում, այսպես ասած, հաղթահարած խնդիրներ են, որոնք որ քեզ մոտ հիմա նորից առաջանում են, մինչև որ դու չհասկանաս, թե այդ հարցին ինչպես է պետք նայել։ Հենց այդ հարցին լուծում ես տալիս ճիշտ ձևով, հասկանում ես, դաս ես քաղում դրանից, անցնում ես հաջորդ լեվելի վրա։ Դա հաստատ եմ ասում։ Ես եմ վախտ, որ դեռ ես ամեն ինչից տեղեկություններ չունեի, հոգևոր արթնացում, չգիտեմ, լուսավորություն եւ այլն եւ այլն, ես այդ ամեն ինչը շատ པարզ իմ համար པարզ էր արդեն հասկացել էի ապրելով կյանքը, հասկացել էի, որ հա, վայ, ես սրանց սենց եմ նայում, անդադ նույն ձև եմ պատասխան ռեակցիա տալիս, դավայ հələ ես մի հատ եկեք ես իմ պատասխան ռեակցիան, իմ պահելաձևս այս հարցի հանդեպ փոխեմ, տեսնեմ ինչ է կատարվում, փոխում էի ու տեսնում էի ինչա կատարվում ու տեղից հասկացա, հա, լավ, པարզ է, փաստորեն այսպես պետք է անել։ Կամ վախերի հանդեպ, ասենք, այն ինչ որ ինձ վախեցնում էր, ես անում էի նա դու հաղթահարելով այդ բանը գնում էի դրա մեջ ու գնում էի ուղղությամբ ու տեսնում էի, որ հա, բայ, փաստորեն այն ինչ որ ինձ վախեցնում է, ես պետքա դա անեմ, որովհետև այդ վախի հետևը հարցի լուծումն է։ Ես ինքնուրույն եմ այդ ամեն ինչը հասկացել ու կարծում եմ դա նախկին իմ կյանքերում ապրած իմ հոգու տարած աշխատանքներն են, որը այս կյանքում ես արդյունքները տեսնում եմ ու շարունակում եմ ավելացնել ու աշխատել ինձ վրա, բայց իհարկե գիտենք նաև, եթե արդեն խորը թեմայով ենք այդ ամեն ինչի նայում, ստեղ ոչ մեկ չկա։ Իրականում կա մեկ Աստված, որ կերպարներով ապրում է ու ինքը իրան բացահայտում է, մինչև որ հասնի նրան, որ ինքը տեսնի, որ ինքը ամեն ինչ է, ինքը արարիչ է, այսինքն ես, դու, բոլորս միասին նույնն ենք։ Ուղղակի ապրում ենք տարբեր կերպարների մեջ ու բացահայտում ենք ինքներս մեզ այս կյանքի ընթացքում, ինչ որ խաղի նման մի բան։ Իսկ ամ բանը ասում եմ ուղղակի կիսվել իմ այս վերջին առաջընթացներով քեզ հետ ու եթե դու նույնպես փնտրելու ճանապարհին ես, խորհուրդ կտամ օգտագործել ես այսպես ասած վարժությունը այն պահերին, որ քեզ հունից հանում է ամեն ինչ, եթե կարողանաս հիշել ու մնալ ներկայի մեջ կոնե մի 10 վայրկյան, հիշես թե դու ով ես, հիշես որ դու այս մարմինը չես, որ դու քո էմոցիաները չես, որ քո ուղեղում խոսացող այդ ձայնը դու չես ու քոնը չենթարկվես այդ թելադրած ձայնին, մեկնաբանություններին, մնաս ինքդ քեզ մեջ հանդարտ, հանգիստ
կամած մնացած դռները կբացվեն արդեն քեզ քո առաջ։ Այսքան բան, եթե ինչ-որ հարցեր կունենաս, եթե ինչ-որ հետաքրքրություններ, եթե ինչ-որ պահեր, որ հետաքրքրում են, բայց հասկանալի չեն, գրիր, հաճույքով կպատասխանեմ ու կօգնեմ։